Բարոյցելի հայրենակիցներ, այսօր մայիսի 28-ն է, Հայաստանի անկախության օրն է, իրական անկախության օրն է, ոչ թե խորհրդային միությունից վերանկախացման տոնն է, դարերով մենք կորցրել ենք մեր անկախությունը և 1918 թվականի մայիսի 28-ին մենք կարողացանք վերստին ստեղծել մեր անկախ հանրապետությունը շատ մեծ տանջանքների գնով, մեր գոյությունը կախված էր կարելի ասել մազից և մեր պապերը, մեր նախնիները կարողացան Սարդարապատում և Պաշապարանում անել անհնարինը, կասեցնել թուրքական առաջխաղացումը և նույն ժամանակ նաև ստեղծել անկախ պետություն և ըստ իմ պատկերացման սա ամենակարևոր տոնն է Հայաստանի Հանրապետության, ինչի համար շնորհավորում եմ բոլորին։ Երեկ մենք հաղորդում չենք արել, քանի որ ես գտնվում էի Երևանում և այսօր արդեն կիսահոգնած վիճակում խոսելու ենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել մեկ օրում մեր շուրջ և բնականաբար կանդրադառնանք նաև միջազգային կարևոր հարցերին։ Հարկ է նշել, որ քանի որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախության օր չի նշում, ես արդեն քանի տարի է նկատել եմ, որ պաշտոնական շնորհավորանքները Հայաստանի Հանրապետությունը ստանում է սեպտեմբերի 21-ին, իսկ Վրաստանը և Ադրբեջանը ստանում են մայիսի 26-ին, 27-ին։ Ինչի համար եմ սա ասում, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանին և այդտեղ նաև խոսվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ և Մարկո Ռուբիոյի խոսքում Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում են ջանքեր գործադրել, որպեսզի Հարավային Կովկասում հաստատվի խաղաղություն, ու նա ասում է, որ կրկին հիշեցնում է, որ իրենք ուրախ են տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության տեքստը համաձայնեցվել է։ Ռուբիոն իր նամակում նաև ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում են խորացնել իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Մեկ այլ կարևոր թեմայի պետք է անդրադառնամ, այսօր Լաչինում Ալիևի, Էրդողանի և Պակիստանի վարչապետի մասնակցությամբ տեղի ունենում Լաչինում միջազգային օդանավակայանի բացման արարողությունը։ Չգիտեմ սրան ինչ-որ մի բան ավելացնեմ, թե չէ, կարծում եմ դրանով իսկ ամեն ինչ ասված է։ Պակիստանը, Թուրքիան և Ադրբեջանը Լաչինում միջազգային օդանավակայանի բացումով շատ վատ ուղերձ են հղում Հայաստանին և նաև աշխարհին, դրանից բացի հասկացնել են տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ տարածաշրջանի հետ իրենց թուրքական աշխարհին ևս շատ կարևոր ուղերձ են հղում և պետք է կույր լինել, որպեսզի չտեսնես այդ ուղերձը Բաքվից, Անկարայից և Իսլամաբադից։ Շատ ավելի երկար կարելի է խոսել այս հարցի շուրջ, երկար կարելի է վերլուծել, բայց կրկնեմ, ես կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է և մենք պետք է ուղղակի ամեն անգամ կրկին իրենց գործողություններից ավելի լավ համոզվենք, թե ինչի են նրանք ցկտում և որն է իրենց ուզածը։ Կարևոր է այստեղ նաև անդրադառնալ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին երեկվա, կան շատ վտանգավոր հայտարարություններ, կան նաև լավ հայտարարություններ արված իր կողմից, բայց ուզում եմ անդրադառնալ այն մտքին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվել դեռևս, խնդիրները մնում են Ռուսաստանի և Հայաստանի միջև, ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև, և ՀԱՊԿ-ը ոչ միայն չի ճանաչում սահմանները, այլ նաև քաղաքական գնահատական չի տալիս և այսօր արդեն մենք տեսնում ենք հայտարարություն Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելաուսովի կողմից ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, ու նա ասում է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Այստեղ կարևոր է նաև ասել այն, որ երեք Զախարովան էր խոսում, թե նոր հումանիտար օգնություն են ուղարկելու Արցախի հայերին, օգնության մեծ խմբականակ են ուղարկելու և ասում է, որ նախկինում ևս ուղարկել են։ Գիտեք, ընդհանուր առմամբ ինչ է նկատելի, քանի որ Ադրբեջանը հիմա մի փոքր այլ կրկին քաղաքականություն սկսեց վարել, Ռուսաստանի Դաշնությունը սկսեց կրկին փոխել իր մոտեցումները կամ ձև տալ, որ փոխում է իր մոտեցումները շատ թեթև, շատ նուրբ, բայց ես այդ նույնիսկ նուրբ և թեթև փոփոխությունները զգում եմ և ինչ-որ բան եմ փորձում հասկացնել տալ Ադրբեջանին, բայց ես կարծում եմ, որ թե Ադրբեջանը և թե Հայաստանը արդեն պետք է որ ունենան գոնե թե այդքան հասունություն,
որպիսի Ռուսաստանի հրահարանքով, Ռուսաստանի դրդմամբ շարունակեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, չնայած մենք հաճախ տեսնում ենք, որ Ադրբեջանը իր նպատակներին հասնելու համար ամեն ինչ անում է եւ շատ լավ կարողանում է օգտագործել Ռուսաստանի դաշնության։ Հիմա որ մի փոքր սկսել են հեռանալ Ռուսաստանի դաշնությունից, Ռուսաստանի դաշնությունը կարող են փոքր այլ հայտարարություններով սկսի հանդես գալ, փորձի ձև տալ եւ ցույց տալ, որ իբր մեզ է սկսում օգնել։ Շատ թեթև աննշան տենդենսներ եմ նկատում եւ դրանք ուրախացնող չեն, քանի որ հստակ հասկանում եմ, թե դրա հետևում ինչ է թաքնված։ Դա շատ կարևոր է նշել, բայց մենք նաեւ նոր խոսում ենք այն մասին, որ Լաչինում Էրդողանը, Ալիևը եւ Պակիստանի վարչապետը միջազգային օդանավակայան են բացում, ինչը նշանակում է, որ ոչ միայն Ռուսաստանի եւ ռուս-ադրբեջանական ծրագիր կա Սյունիքի մասով, այլ նաեւ թուրքական ծրագիր կա, թուրքական աշխարհի ծրագիր կա Սյունիքի մասով, բայց սյունեցիները ամուր են, դա շատ կարևոր է, այն կարծիքներ եւ խոսքեր եւ ադրբեջանցիք են տարածում այդ ամենը, թե իբր սյունեցիները սկսել են լքել, տեղափոխվել Երևան, քանի որ զգում են, որ պատերազմի վտանգ կա, ես չեմ հավատում նման լուրերին, դիտմամբ նման տեղեկություններ են նրանք տարածում եւ պետք է ասեմ, որ իմ պատկերացմամբ ու համոզմամբ Սյունիքը հիմա շատ ավելի լավ է պատրաստված եւ պաշտպանված, քան 5 տարի առաջ, երբ որ ավարտվեց 44 օրյա պատերազմը Արցախում, այսինքն այս 5 տարիների ընթացքում, լավ 5 չասենք, ասենք 4-4.5 տարիների ընթացքում ավելի լավ է պատրաստված հայկական բանակը եւ այս պահի դրությամբ ես չեմ տեսնում որևիցե պատճառ, որ սյունեցիները մտահոգվեն եւ սկսեն տեղափոխվել Երևան եւ դա սուտ է, չի համապատասխանում, այդ լուրերը չեն համապատասխանում իրականության։ Անցնենք առաջ։ Խոսենք նաեւ այն մասին, որ Ռուսաստանում էր Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, այնտեղ եւս շատ կարեւոր հայտարարություններ են հնչել, ուշադրություն է պետք դարձնել ամեն մի հայտարարության։ Թուրքիայի արտգործնախարարը ասում է, որ մենք աջակցում ենք խաղաղության գործընթացը Հարավային Կովկասում, որը որ կարևոր հետաքրքրություն է ներկայացնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի համար, եւ Հական Ֆիդանի խոսքերով ինքը ամբողջ ցերտով ուրախացած է Ադրբեջանի ղեկավարության խելամիտ քայլերով, որոնք որ ուղղված են կոնֆլիկտի կարգավորմանը տարածաշրջանում։ Ի պատասխան Լավրովը խոսել է 3+3 այդ ֆորմատից, կարծես թե գիշերզոր այդ ֆորմատի մասին է խոսում եւ երազում Լավրովը հենց տեսնում է Հայաստանից, հենց հանդիպում է Հայաստանի իր գործընկերների հետ կամ Թուրքիայի կամ Ադրբեջանի, միանգամից սկսում է խոսել նաեւ Իրանի, միանգամից սկսում է խոսել 3+3 ծրագրից, թե ինչքան արդյունավետ ֆորմատ է այդ ֆորմատը, իբր մենք բոլորս էլ հասկանում ենք, թե ինչին է պետք դա Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ այս հայտարարությունից մենք հասկանում ենք կրկին մեկ բան, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ներկային մեր տարածաշրջանում եւ իրենք համարում են, որ սա իրենց հետաքրքրությունների գոտի է։ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը իրենց հետաքրքրությունների գոտի է եւ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այլ խաղացողներ չլինեն այս տարածաշրջանում։ Կարծես թե այդ հարցի շուրջ հələ որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարողանում են իրար միջև պայմանավորվածություններ գտնել, բայց մենք հասկանում ենք, որ Թուրքիան ավելի լուրջ քայլերով Ռուսաստանին դուրս է մղում տարածաշրջանից, ավելի լուրջ եւ հստակ քայլեր է իրականացնում, բայց նույն ժամանակ հայտարարությունների անելու պահին փոքր այլ ձևով են իրենք անում իրենց հայտարարությունները, ինչպես որ դա անում էին օրինակի համար նույն Սիրիայում։ Ես փորձեցի հերթականությամբ ներկայացնել այն կարևորը ինչ կար, բայց ես կրկին ստիպված եմ լինելու անդրադառնալ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որը որ նա արել է 3 եւ որը որ ես բավականին մտահոգիչ եմ համարում, այստեղ կա թե դրականը եւ թե բացասականը, դա էլ ասեցի։ Այն Ռուսաստանի մասով ու հապկի մասով ինչ ասում էր, բնականաբար շատ դրական էր։ Հետո նաեւ նա խոսել է, պետք է դա նշենք, որ Ղարաբաղի հայերի վերադարձի մասին, որ մի օր Ղարաբաղի հայերը պետք է կարողանան վերադառնալ իրենց տներ, Բաքվի հայերը պետք է կարողանան վերադառնալ իրենց տներ,
եւ ադրբեջանցիները կարողանան վերադառնալ իրենց գյուղեր Հայաստանի տարածքում։ Ահա սա ամենակարևոր եւ վտանգավոր պահն է։ Սիրելի հայրենակիցներ, ճիշտ ասում եմ, որ խաղաղության պայմանագիրը երբ կնքվի, ժամանակ անցնի, բայց լավ չէ, որ այսպիսի հայտարարություններ են անում Հայաստանում։ Ճիշտ է, այս ամենը ուրիշ կոնտեքստում էր եւ այս հայտարարության մեջ կապ ունեն արցախցիները, չասենք լավ արցախցիները կամ այն մարդիկ, ովքեր որ իրենց նախագահ են հռչակում Արցախի, որ նախագահական ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ եւ այդպիսի հայտարարությունների է հանգեցնում ցավոք սրտի այդ ամենը, բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանի պահանջն էլ հենց դա է։ Ադրբեջանի պահանջն էլ հենց դա է, որ ադրբեջանցիներ սկսեն ուղարկել Հայաստանի Հանրապետություն իբր որոշ գյուղերում բնակեցնելու։ Մենք մեկ բան պետք է հասկանանք, մեզ անկեղծ լինեմ ձեզ հետ, ոչ սահմանադրության փոփոխության հարցը, ոչ ԵԱՀԿ Մինսկի լուծարման հարցը կամ մյուս նախապայմանները այդքան վտանգավոր չեն Հայաստանի համար, որքան այդ կոնկրետ հարցը, որ ադրբեջանցիներ պետք է գան եւ բնակեցվեն Հայաստանում, որն են այդ արևմտյան ադրբեջանցիների մասին թեզը, ուղղակի մեկ բան, ադրբեջանցիները գիտեք թե ինչ լուրջ ձևով աճ են գրանցում, իսկ մենք ցավոք հայերս շատ անգամ սիրում ենք գաղտել, հեռանալ, հուսահատվել եւ ինչ իմաստ եթե հայերուն նույնիսկ հնարավորություն տան վերադառնալ Բաքու, հայերը չեն վերադառնա Բաքու, եթե Արցախել վերադառնան, դա էլ շատ մեծ հարց է, ադրբեջանական դրոշի ներքո ով է վերադառնալու Արցախ, բայց ադրբեջանցիները իրենց քաղաքականության շնորհիվ հնարավորությունն էլ կան եւ բնակվեն Հայաստանում, եթե մենք սխալ քաղաքականություն իրականացնենք եւ շատ լավ հարաբերություններ նույնիսկ կարող են ունենալ հայերի հետ, իսկ 100 տարի անց Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը ամբողջովին կփոխվի եւ հասկանում եք թե ինչ տեղի կունենա։ Այսինքն ամենավտանգավոր հարցն է սա եւ այս հարցի շուրջ չարժե անել քաղաքական հայտարարություններ, այս հարցի հետ պետք չէ ընդհանրապես խաղալ եւ նման հարցերի հանկարծ համաձայնվելը դա հավասարազոր է Հայաստանի Հանրապետության կործանման հետ։ Ես այդպես եմ կարծում եւ պետք չէ զուգահեռներ անցկացնել թե ինչպես են հայերը ապրում Վրաստանում, Վրաստանը լրիվ այլ պետություն է, Ադրբեջանը այլ պետություն է, Վրաստանի ընդհանուր ընկալումները թե մշակութային առումով, թե արժեքային առումով վրաց ժողովրդի այլ են, Ադրբեջանինը այլ են եւ ընդհանրապես չի կարելի համեմատել հայերի ապրելը Վրաստանում հայերի հնարավոր ապրելու հետ Ադրբեջանում։ Դա ուղղակի համեմատելու բան չէ։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցին, ես արդեն հստակ ասեցի, այդ հարցի շուրջ ընդհանրապես ես անկեղծորեն խորհուրդ կտամ Հայաստանի իշխանություններին առանց դատապարտելու, առանց սուր քննադատելու, լավ հիմա արել են շատ վտանգավոր հայտարարություն են արել, ոչինչ, բայց ընդհանրապես այդ հարցի շուրջ լավ է չխոսենք, լավ է ընդհանրապես արցախցին չվերադառնա այսպիսի պայմաններում միջազգային պահանջատիրության մեջ Արցախ, քան ադրբեջանցիներին բերեն եւ բնակեցնեն Հայաստանում։ Ես այդ կարծիքին եմ, բայց կրկնեմ նաեւ այն, որ արցախցիների վերադարձի հարցը մենք պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում, մենք միշտ պետք է այդ հարցը բարձրաձայնել, բայց իրար հետ պետք չէ կապել այդ հարցը, ադրբեջանական պահանջները պետք չէ կապել արցախցիների վերադարձի հարցի հետ։ Դա եւս չափազանց կարևոր է։ Հույսով եմ հաշվի կառնեն իմ այս կարծիքը, քանի որ իրոք չափազանց կարևոր հարց է սա։ Արեն Սիմոնյանը նաեւ մի կարևոր հարցի է անդրադարձել, այդ որի հետ ես ամենայն անկեղծությամբ համաձայն եմ եւ սա ճիշտ մոտեցում է, նա ասում է, որ մենք ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք, հայաստանամետ ենք եւ մենք չենք կարող մեկ ծայրահեղությունից անցնել մյուս ծայրահեղությանը։ Հայտարարության հետ համաձայն եմ, չգիտեմ ինչքանով դա համապատասխանում է իրենց մոտ իրականության, բայց մեր մոտ որպես ազգ, ժողովուրդ եւ պետություն դա պետք է համապատասխանի իրականության։ Եվ մենք ոչ արևմտամետ պետք է լինենք, ոչ ռուսամետ։ Ես այս մասին քանի անգամ հայտարարել եմ սիրելի հայրենակիցներ։ Մենք պետք է լինենք հայամետ։ Բնականաբար ժողովրդավարության իմաստով,
շատ այլ արժեքային կարևոր իմաստներով մեզ ավելի մոտ է Եվրամիությունը։ Դրա համար մենք ցկտում ենք նաև դեպի Եվրամիություն, մեր ժողովուրդը ցկտում է դեպի ազատություն, եւ մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը ավելի անկեղծ քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, թե ինչ քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնությունը, մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, հիմա կրկին այդ հարցերին չանդրադառնամ, բայց դա չի նշանակում, որ մենք կույր արևմտամետ պետք է լինենք կամ կույր հակառուսական կամ պրոռուսական։ Այս հարցին ես կրկին ստիպված եմ անդրադառնալ, ինչը չափազանց կարևոր է։ Ուզում եմ տեսնել ամենուր Հայաստանում, թե քաղաքական գործիչների մեջ, թե քաղաքական մեկնաբանների մեջ, փորձագետների մեջ ամեն տեղ ուզում եմ տեսնել կոնկրետ հայամետ գործիչներ, ովքեր որ կենտրոնանում են այն ամենի վրա, ինչը օգուտ է Հայաստանի Հանրապետությանը։ Ասենք հիմա ծայրաստիճան ավելի ու ավելի շատ լարվեն հարաբերությունները Եվրամիության եւ Ռուսաստանի միջև, Աստված ոչ հարացե պատերազմական իրավիճակ նույնիսկ լինի, մենք կրկին կողմ ենք բեռնելու։ Եթե հնարավոր է, մենք պետք է կողմ չպահենք, մենք ընդհանրապես պետք է խուսափենք այդ պատերազմից, քանի որ այդ պատերազմը, այդ լարվածությունը մերը չէ, բայց բնականաբար մենք բոլորս էլ հասկանում ենք, թե ինչքան կարևոր է այդ ամենը մեզ համար, այդ process-ները, ինչ օրինակ տեղի ունենում Ուկրաինային, ես ոչ թե ուղղակի Ուկրաինայի ժողովրդին սիրուց եմ սկսել աջակցել Ուկրաինային, այլ ես հասկանում եմ, որ Ուկրաինան եթե կորցնի իր անկախությունը, հաջորդը մենք ենք, մենք կկորցնենք մեր ինքնիշխանությունը եւ անկախությունը, եւ հետեւաբար Ուկրաինան օգնել է մեզ 44 օրյա պատերազմի ժամանակ, չի օգնել, Ադրբեջանին է օգնել, չի օգնել, դա երկրորդական, երրորդական հարց է։ Հիմա կոնկրետ կախված է ամեն ինչ, թե ուկրաինական պետությունը մնալու է, թե չէ։ Եթե մնալու է, ապա մեր պետությունը եւս հնարավորություն է ունենալու մեր պետությունները Հայաստանը եւ Վրաստանը մնալու որպես ինքնիշխան պետություն, եւ մենք պետք է նաեւ ցավոտ բան եմ ասում, բայց օգտվենք այդ առիթից, որ պատերազմական գործողություններն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, որպեսզի կարողանանք ամրապնդել մեր երկրներում մեր ինքնիշխանությունը։ Հասկանում եմ, որ հնարավոր է հատերին դուր չգա իմ այս մոտեցումը, բայց ես վստահեցնում եմ ձեզ, օտարները մեծ հաշվով թաքածում են մեր վրա, եւ մենք էլ մոտավորապես պետք է վարվենք այդ կերպ։ Առաջին հերթին մեր ազգային եւ պետական շահերը պետք է լինի Հայաստանի եւ Վրաստանի, իսկ Հայաստանի եւ Վրաստանի պետական շահերը շատ խորը փոխկապակցված են։ Ես չեմ կարող տարանջատել Վրաստանի եւ Հայաստանի պետական շահը, ես տեսնում եմ, թե ինչքան խորը դրանք փոխկապակցված են։ Հնարավոր է ոմանք չեն տեսնում քաղաքական գործիչների մեջ կամ լարվածություն, բարդություններ մեկ-մեկ լինում են ինչ որ հարցերի շուրջ, եթե մեծ փոքր դա ուրիշ հարց է, բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ իրականում աշխարհակաղակական առումով մեր շահերը շատ լուրջ եւ խորը ձևով փոխկապակցված են։ Եվ ահա մեկ օրինակի համար բերեմ, գիտեք, Ուկրաինայի արտգործնախարարը գտնվում էր Բաքվում, հանդիպում էր ունենում Իլհամ Ալիևի հետ եւ հետո շատ կարևոր հայտարարություններ են եղել։ Հիմա Ուկրաինան հայտարարում է, որ Ադրբեջանին իրենք դիտարկում են ամենակարևոր անկյունաքարային գործընկերը, որը որ էներգետիկ անվտանգության համար հոգետանում Եվրոպայի եւ Ուկրաինան պատրաստ է փաստացի տարանցիկ երկիր դառնա Ադրբեջանի էներգետիկ համակարգի համար դեպի Եվրամիություն։ Ադրբեջանն էլ մեծ ողջավորությամբ է այս հայտարարությունները ընդունում, օգնում է Ուկրաինային ավելի ու ավելի շատ։ Հիմա տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում։ Բոլորը իրենց ազգային շահերի շուրջ են մտածում, իրենց ազգային շահերի շուրջ են խոսում։ Եվ մենք էլ պետք է անենք նույնը։ Այրս էլ մենք նույն երեք օրինակի համար ընդունել ենք Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների պատվիրակությանը Ռադայի ներկայացուցիչներին Հայաստանում։ Սա էլ մեր հարաբերություններն են Ուկրաինայի հետ, ինչը բնականաբար եւս նույնպես շատ կարեւոր է։ Հիմա անդրադառնանք միջազգային կարևոր հարցերին եւ ամենակարևորը Թրամփի հայտարարություններն 2-3 օրին նա շատ լուրջ հայտարարություններ է անում Պուտինի հարցով, նախ ասում է, որ Պուտինը խելագարվել է, ինքը չի ճանաչում Պուտինին եւ երեք էլ ասել է, որ Պուտինը կարակի հետ է խաղում, ու ասում է, որ Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, շատ վատ բաներ տեղի կունենային հիմա Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ սա շատ կարևոր հայտարարություն է։
չափազանց կարևոր հայտարարություն է ու հստակ նկատելի է, թե ինչ վերաբերմունք ունի հիմա արդեն Դոնալդ Թրամփը նույն Պուտինի նկատմամբ։ Փոխվել է իր վերաբերմունքը Պուտինի նկատմամբ, ավելի լավ է սկսել Դոնալդ Թրամփը հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում Ուկրաինայի շուրջ, եւ այս ամենին հետևելու են գործողություններ։ 2-3 օր առաջ մենք խոսում էինք, որ ռազմի դաշտում խնդիրներ ունի Ուկրաինան, շատ բարդ է իրավիճակը, նույնիսկ մեկը ինձ մեղադրել էր ռուսական լինելու մեջ։ Դե կան մարդիկ հիմա, ամեն տեսակի մարդիկ կան, ովքեր որ կարող են նույնիսկ չհասկանան մեր հաղորդումների կոնտեքստը։ Ես փորձում եմ լինել օբյեկտիվ, եւ եթե խնդիրներ ունի, օրինակի համար ուկրաինական բանակը ռազմի դաշտում, ես ներկայացնում եմ դա, եթե ռուսական բանակն է խնդիր ունենում, ես փորձում եմ ներկայացնել նաեւ դա։ Նաեւ ինչ է տեղի ունենում հիմնականում քաղաքականության մեջ, ավելի շատ քաղաքական հարցերից ենք խոսում։ Հիմա այն հաղորդումից 3 օր անց հիմա ասեմ, որ Մոսկվան ունի լուրջ խնդիրներ։ Մոսկվան ունի լուրջ խնդիրներ, քանի որ Գերմանիան ասում է, որ մենք եվրոպացիներս եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներս հնարավորություն ենք տվել հերահար հրթիռներ օգտագործել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այսինքն որևիցե սահմանափակում այլևս գոյություն չունի եւ նույնիսկ Տավրոս հրթիռները կարող են տրամադրել Ուկրաինային։ Այսօր, եթե չեմ սխալվում, Զելենսկին արդեն այցելելու է Բեռլին եւ հանդիպելու է Մերցի հետ։ Ճիշտ է, Ամերիկայի Միացյալ Նահանգները մի տեսակ հայտարարություններից չես էլ հասկանում, կարծես թե չեն ասում, որ հա մենք թույլ տվել ենք, բայց Տավրոսի պարագայում կարող է լուրջ հարցեր առաջանան Ռուսաստանի համար։ Եվ այդ հերահար հրթիռների տրամադրումը, իրավունքի նաեւ տրամադրումը կարող է շատ բան փոխել։ Նաեւ պատերազմի դաշտում եւ պատահական չէ Թրամփի այդ հայտարարությունները, որ խաղում է Պուտինը կրակի հետ։ Նաեւ նա ասում է, որ ինքը փրկել չէ իրեն, ինչպես որ նոր ասեցի, դրանից բացի երեկվա հայտարարության մեջ էլ, եթե հիշում եք, ասում էր, որ եթե Ռուսաստանը փորձի վերցնել ամբողջ Ուկրաինան, ապա Ռուսաստանը կկործանվի։ Այս հայտարարությունները շատ բան են նշանակում եւ կոնֆլիկտը փաստացի շատ լուրջ ավելի մեծ փուլի է հասնում։ Եվ մեկ այլ կարևոր տեղեկություն եւս, որը որ արդեն վերաբերվում է Իրանին, New York Times-ը փաստացի հաղորդում է այն մասին, որ Իսրայելը մայիսի սկիզբ տեղեկացրել է Դոնալդ Թրամփին, Դոնալդ Թրամփի վարչակազմին, որ իրենք կարող է հարված հասցնեն Իրանին, Իրանի ատոմային օբյեկտներին, եւ այդ առումով, ինչպես եւ մենք էինք ասում, Իսրայելը շատ լուրջ նախապատրաստական աշխատանքներ է տանում եւ տեսնելու են, թե ինչպես է ավարտվելու բանակցությունները հիմա կամ ավարտվելու է թե չէ եւ ինչ ձևով է ավարտվում այդ բանակցությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, հետո նոր արդեն վերջնական այդ որոշումը կկայացնի Իսրայելը։ Այսքանը սերելի հայրենակիցներ այս պահի դրությամբ, հիշեցնեմ նաեւ լայքերի կարեւորության համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն կհանդիպենք։